Շնորհակալություն Տիկնակ եւ պարոնայք կառավարության անդամներ, սույն թվականի սեպտեմբերի 11-ին Սերժ Սարգսյանը իր նստավայրում մի հերթական խորհրդավոր խորհրդակցությունը հրավիրեց, որտեղ հայտարարեց, թե արագաչափերի գրանցումները մոտ 70 սկզբնական շրջանում աճելուց հետո մոտ 70%-ով կրճատվեցին գրանցումները, հետո նաև եթե ոչ 70%-ով, ապա զգալիորեն կրճատվեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Ես կառավարությանը հարցում եմ ուղարկել եւ ստացել եմ պատասխան, որը ցույց է տալիս այն, ինչ ակնհայտ է 2012 թվականից ի վեր, երբ տեսախցիկները եւ արագաչափերը տեղադրվեցին, ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները եւ տեսախցիկների ու արագաչափերի գրանցումները աճել են։ Ընդ որում ամեն տարի մոտավորապես 16% աճ են ունեցել եւ ավելի, իսկ 2015 թվականին 2012 թվականի նկատմամբ գրանցումների աճը կազմել է 123%։ Հիմա ես գիտեմ նաև, որ կառավարության անդամները այս ընդհանրապես աճերը կապում են ավտոմեքենաների թվի հետ, բայց նաև այսօրվա ստացած իմ պատասխանից կարող են եզրակացնել, որ այս խախտումների աճերը կապված են արագաչափերի եւ տեսախցիկների թվի աճի հետ, որտեղ ինչքան աճում են արագաչափերը եւ տեսախցիկները, այնքան աճում են երթևեկության կանոնների խախտումները եւ ոչ միայն չեն նվազում, այլև ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարները, ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում հետևանքով տուժած քաղաքացիները։ Ընդ որում 2015 թվականին մենք արդեն ունեցել ենք 5084 տուժող, որը 2011 թվականի, այսինքն արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրման տարվան նախորդող տարվա համեմատ աճել է 71%-ով։ Եվ ուզում եմ ասել, որ արագաչափերի եւ տեսախցիկների տեղադրման պահից Հայաստանի Հանրապետության քաղաքացիները 38 միլիարդ դրամ գումար են վճարել, դրանից առնվազն 30 միլիարդ դրամը հավելյալն են, որ նախկինում չի եղել, այդ գումարի կեսը գնացել է Security Dream ընկերությանը, մասնավոր ընկերությանը, իսկ այդ ընկերությունը ըստ օդում կախված լուրերի ուղիղ կապ ունի Սերժ Սարգսյանի ընտանիքի հետ, այսինքն կարող են օդում կախված լուրերի համաձայն այս գումարները Հայաստանի քաղաքացիները վճարել են Սերժ Սարգսյանի ընտանիքին։ Հիմա այս ինչ է տալիս մեզ արագաչափերը, բացի Սերժ Սարգսյանի։ Հարցին կպատասխանի արտադրության նախարար Արփինե Հովհաննիսյանը, համեցեք դիգին նախարար։ Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ, մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, պարոն Փաշինյան։ Իրավացի եք Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ մասնավորապես Արդարադատության նախարարությունից ձեզ պատասխան է տրամադրվել, որտեղ դուք մի քանի հարցեր եք բարձրացրել եւ այդ հարցերի բարձրացման արդյունքում այժմ կատարված ձեր ընդհանրական մոտեցումները մի փոքր ճշգրտման, այսպես ասած, կարիք ունեն։ Տեսեք, օրինակ, դուք ասում եք, որ 2015 թվականի ընթացքում հաշվառվել է ասացիք զոհեր եւ վիրավոր վնասվածքներ ստացած անձանց թիվ Հայաստանի Հանրապետության տարածքում 2015-ի այն փաստաթուղթը, որը ձեզ է տրամադրվել 346 զոհ եւ 4738 մարմնական վնասվածք։ Երբ դուք նշում էիք միևնույն ժամանակ տեսանկարահանող կամ լուսանկարահանող ուրեմն սարքերի ավելացումը, այստեղ պետք է մի բան նկատի ունենալ։ Ձեզ տրամադրվել է լուսանկարահանող սարքերի, արագաչափ սարքերի բաշխվածությունը, այնինչ դուք պահանջել եք իդեպ, տրամադրվել է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքի համար, մինչդեռ համադրումները կատարվում են միայն Երևանի համար։ Հիմա ես փորձեմ բացատրել գլոբալ խնդրի առումով, հիմա թվերի մեջ չեմ ուզում խորանալ, եթե անհրաժեշտություն լինի, թվերով էլ կներկայացնեմ տեղեկատվությունը։ Տեսեք, մենք ոչ միայն կառավարությունում կապում ենք
ավտոմեքենաների թվի հետ, այո, դա նշանակություն ունի եւ Հայաստանի Հանրապետությունում նախ Երևան քաղաքին, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում ավտոմեքենաների թվի հետ կապված 45%-ը բաժին են գնում Երևանին եւ 2015 թվականի ընթացքում մենք ունեցել ենք մոտավորապես 15% ավտոմեքենաների աճ, որի միայն 10 եւ 5%-ը բաժին են գնում Երևանին։ Սա ավտոմեքենաների թվի հետ կապված, բայց իրականում այնինչ նաեւ մենք ենք քննարկման առարկա դարձրել եւ փնտրում ենք ավելի ուղիներ ավելի արդյունավետ այս համակարգը աշխատեցնելու հետևյալն է 2011 թվականին ես ուզում եմ հարգելի գործընկերներ ձեզ հիշեցնել, սա այն թվականն է, երբ դեռևս տեսանկարահանող սարքերը եւ լուսանկարահանող արագաչափերը չէին գործարկվում։ 2011 թվականին Երևան քաղաքում արձանագրվել էր 1016 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել էր 92 մարդ եւ վիրավորվել 1348-ը։ Անմիջապես 2012 թվականին անմիջապես այն բանից հետո, երբ տեղադրվեցին առաջին լուսանկարահանող արագաչափ սարքերը, մենք ունեցանք կտրուկ նվազում։ 2012-ին 63,031 ճանապարհատրանսպորտային պատահար, այստեղ մի փոքր աճ կա, բայց զոհերի եւ վիրավորվածների թվի նկատելի նվազում կա։ 63 մարդ եւ 1306 վնասվածք ունեցող մարդ։ 2013 թվականին, երբ կրկին Երևան քաղաքում մի փոքր ավելացվել են արագաչափերը եւ լուսանկարահանող արագաչափ սարքերը, կրկին նվազում 61 մարդ եւ 1495 վնասվածք ունեցող մարդ։ Ասածս հետեւյալն է, որ շատ լավ, շարունակեմ, եթե արձագանքեք։ Շնորհակալություն, Նիկոլ Փաշինյան, երրորդ խոսափող։ Տիկին Հովհաննիսյան, Երևանի մասով ես հարցրել էի, որովհետև այս դահլիճում նաև ներքին գործերի հարցերի հանձնաժողովի նախագահի հետ էր եղել բանավեճ եւ պնդում կար թե Երևանում վիճակագրությունը այլ է։ Վիճակագրությունը նույնն է ընդհանուր առմամբ, համեմատած ամեն տարի աճ ունենք, այո մի տարի մի փոքր մի թվի նվազում ունենք, հետագայում ունենք աճեր։ Եվ խնդիրը գլոբալ հետևյալն է, տեսեք, երթևեկության կանոնների խախտումները աճում են, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը աճում է, տուժածների թիվը աճում է, մարդկանց վրա ֆինանսական բեռը աճում է, այսինքն ամեն ինչ աճում է, ինչի համար են այդ երթևեկության տեսախցիկները։ Ինչի համար են, ես էլի հետևողականորեն ուզում եմ հասկանամ, որովհետեւ հետազոտություն կա, որ եթե դրանք չլինեն, վիճակը կլինի ավելի վատ։ Իսկ այդ որ ասում եք, որ ասենք ինչ որ վիճակագրական թվեր եք ներկայացնում, ընդհանուր տուժողների թիվն եմ ես ասում, որովհետեւ նույն ասենք ավելացել են մեքենաների թիվը, որոնց վրա անվտանգության բարձիկներ են տեղադրված։ Նախկինում ավելի քիչ է եղել այդ մեքենաների թիվը։ Էլ չեմ ասում, այս բոլոր թվերը արտագաղթի ֆոնին, այսինքն պոտենցիալ այդ մեքենայի ուղևորները մի մասն էլ հələ թողել արտագաղթել է։ Եվ ի վերջո ամենակարևորը ուզում եմ հասկանամ, երբ որ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ 70%-ով թվերը նվազել են, հիմա ձեր ոչ մի տված թվի մեջ 70%-ով նվազում հնարավոր չի գտնել։ Երբ որ ասում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը նվազել է, ելի որևէ նվազում հնարավոր չի գտնել։ Ես ուզում եմ հասկանամ Սերժ Սարգսյանը ընդհանրապես կոմպետենտ է, թե կոմպետենտ չէ։ Որովհետև օրինակ Ծառուկյանի մասին հայտարարություն անում մի ամիս կամ 3-6 ամիս հետո ասում եք չէ, տենց չի։ Ճանապարհատրանսպորտային պատահարների մասին հայտարարություն անում մի քանի ամիս հետո բարձում է տենց չի։ Դա զուտ կոմպետենտության խնդիր։ Որտե՞ց այդ թվերը հայտնվում եւ ինչպես է բարձրաձայնվում։ Շնորհակալ։ Պարոն Փաշինյան, կոմպետենտուն։ Մի հատ դադարեցեք, պարոն Փաշինյան։ Պարոն Փաշինյան, հարցը տվել եք, լսեք պատասխանը։ Երուսում դալիճում է։ Հանգիստ։ Պարոն Փաշինյան, դադարեցեք։ Ես առաջարկում եմ, պարոն Փաշինյան, լավ։ Հանգստացեք։ Պարոն Փաշինյան։ Տիկին Հովհաննիսյան, ներողություն։ Ես առաջարկում եմ գործընկերներին, պարոն Փաշինյան, ձեզ էլ խնդրում եմ։ Պարոն Փաշինյան, լսեք ինձ նիստը ես եմ վարում, էլի։ Ես էլ ձեզ հորդորում եմ։ Հարցը տվեք ու հարցից խոսեք։ Նույն բանը, որ 10 անգամ կրկնում եք, ձեր քաղաքական քշերը դրանից չի ավելանալու։ Խնդրում եմ հարցը տվել եք, թող պատասխանի։ Համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Փաշինյան, նախ սկսենք նրանից, որ ձեր առաջին հարցադրումը ի սկզբանե կանոնակարգ օրենքին համաձայն պիտի լիներ ամբողջ
հարցի պարզապես ընթերցումը։ Սա ուղղակի կանոնակարգի տեսանկյունից։ Դուք մի շարք այլ հարցեր եք բարձրացնում, ես հիմա փորձեմ շատ հակիրճ պատասխանել։ Երբ որ դուք ասում եք, ես խոսում եմ ընդհանուր թվի մասին, ես էլ եմ խոսում ընդհանուր թվի մասին։ 2011 թվականը եւ 2015 թվականը մոտ են իրար։ Ինչու՞։ Ես փորձում եմ պատճառները բացատրել։ Խնդիրը հետեւյալում է. 2011-ին, երբ չկային այդ սարքերը, ունենք մի վիճակագրություն, բավական բարձր վիճակագրություն։ 2012-13-ին նկատվեց կտրուկ նվազում վիճակագրության, եւ սա ես չեմ ասում, ձեզ տրամադրված թղթում էլ դա կա։ Այդ նվազումը պայմանավորված էր նրանով, որ ի սկզբանե սա կրկին ես չեմ փաստում եւ սա ոստիկանությունը միայն չի փաստում, սա նաեւ միջազգային հետազոտություններն են փաստում։ Այն ժամանակ, երբ դու ի սկզբանե սկզբի փուլում ես տեղադրում այդ սարքերը, մարդկանց զգոնությունը շատ ավելի բարձր է եւ սկսում են ուշադիր հետևել այդ սարքերի աշխատանքին եւ սկսում են ավելի այսպես զգոն վարել։ Այդուհետեւ սարքերը իսկ իրականում ոչ թե օրինակ 2014 թվականին 161 սարք է եղել, 2014 թվականին եղել է 40, 15-ին 16, սա ամբողջ հանրապետության տարածքով է եղել։ Դուք ամբողջ հանրապետության տարածքն եք ուզել, Երևանի հետ համադրումներն է ես ասում։ Նկատի ունեմ հետեւյալը, որ իրականում մարդիկ նաև սկսում են սովորել եւ կարճ ժամանակահատվածի ընթացքում սա իմ դիտարկումը չէ։ Հետևյալ խորհուրդն են տալիս ընդհանրապես, մենք էլ ենք փորձում ավելի արդյունավետ ուղիներ փնտրել, առաջարկներ պատրաստ ենք ընդունել։ Եթե ավելի 50 մետրի վրա ես տեղադրում ցուցանակը, որ զգուշացնում ես, ընդհանրապես այդ 50 մետրում է արագությունը ինքը նվազեցնում, հետո նորից է բացում։ Եվ արագությունը, եւ այստեղ խնդիր կա իրականում։ Իսկ ինչ վերաբերում է 70% սեպտեմբերի 11-ի հայտարարությանը, ապա այո, սա ոչ թե այն թվերի մասին էր խոսքը, որը դուք եք խնդրել, այլ խոսքը վերաբերում էր առանձին խաչմերուկներում, որոնց միջին վիճակագրությունը 70-ից մինչև 80%-ի շրջանակներում է տատանվել, այնպես որ կոմպետենտության խնդիր չկա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն տիկին նախարար, հաջորդ հարցի համար Լևոն Զուրաբյան։ Որպես նիստը վարող իմ բոլոր հարց տվող պատգամավորներին խնդրում եմ, հորդորում եմ, զգուշացնում եմ, կոռեկտության սահմաններում, կոռեկտությունը խախտեցիք անջատելու եմ։ Եկեք իրար հարգենք, էլի 3 օր սրա մասին ենք խոսում։ Համեցեք, պարոն Զուրաբյան, համեցեք։